Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն է ինձ հետ տաղավարում։ Այսօր կառավարության նիստին հայտարարագրման մասին օրենքում նոր փոփոխություններ կատարվեցին, մասնավորապես եկամուտների տեսակների կամ շեմերի հետ կապված փոփոխություններ, ստացվող վարկերի գումարները բացառությամբ պարտադիրոջ կողմից վարկի գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին հատուկ կետով նշված է եւ Հայաստանի Հանրապետության Արկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբերությամբ սահմանված է, որ ընտանիքի անդամը, եթե մեկ այլ անդամին 1 միլիոն դրամ է փոխանցում, ապա դա եւս, միանվագ, ապա դա եւս չի հայտարարագրվում։ Կարծես թե այստեղ էլ մենք զիջում գրանցեցինք, ինչպես գրանցեցինք զիջում շատ այլ հարցերում, սկսած ջրից, մինչև նաեւ հայտարարագրման օրենքում եւս փոփոխություն կատարվեց, մենք լավ հիշում ենք, այդ մասին խոսել ենք։ Իրականում տես Գառնիկ, մենք որոշակի կարող ենք ասել եւ օրինաչափ է այդ անընդհատ փոփոխությունները, որովհետեւ գործ ունենք համակարգի ներդրման հետ, սկզբնական փուլերի հետ, այդպես ասած, եւ բնական է ինչ որ այսպես պայմանական ասենք, հա, բնական խնդիրների քանակ պիտի վերհանվեր, որոնց պիտի տրվեր լուծումներ։ Բայց ներողություն, օրինաչափ է օրենք ընդունել, հետո նոր անցնել փոփոխությունների։ Դրա մասին է խոսքը։ Նախ այդ սկզբնական ասվածը հիմա որոշակիորեն իհարկե հարաբերականորեն է, որտեղ մենք ներդրման արդեն վերջին փուլի հետ գործ ունենք, այս անընդհատ փոփոխությունները եւ այսպես ասած զիջումները յետ քայլերը համակարգի ներդրման եւ պահանջների հետ կապված ըստ էության ցույց են տալիս անպատրաստվածությունը։ Համակարգը ներդրվել է, կարելի է ասել տոտալ անպատրաստվածության պայմաններում։ Նորից պիտի կրկնեմ, օբյեկտիվ հանգամանքներն է, որ նման համընդհանուր համակարգերի ներդրումները ենթադրում են որոշակի խնդիրներ, որոնք վեր են հանվում, սկզբնական շրջանում դրանց տրվում են լուծումներ, բայց այս խտությամբ ու այս քանակությամբ կարծես թե մենք այդ բնական խնդիրների շարքի հետ գործ չունենք, բայց առնվազն, բայց այստեղ մի ուրիշ հարց էլ կա։ Այս շեմերի վերանայումը, որոնք այսօր հայտարարատուի համար իհարկե դրական է, հա, դիտվում, որ այդ ամեն ինչը չի պարտադիր չէ հայտարարագրման, բայց այդ ամեն ինչը ի վերջո գալիս արդեն բախվում է հայտարարագրման ինստիտուտի ներդրման գլխավոր նպատակի հետ։ Իդեպ նպատակ, որը ի սկզբանե այս թեմայի շուրջ ինչքան էլ խոսել բարձրաձայնել ենք, ինքներս էլ նշել ենք, որ կարևոր ու լավ նպատակ է։ Դա հանրության եկամուտների մասին լիարժեք տվյալներ ունենալն է սոցիալական հասցեական քաղաքականություն իրականացնելու նպատակով։ Անկախության ցուցանիշները լավ հաշվել է։ Այդ թվում, եթե կան ֆորս մաժորային իրավիճակներ արագ եւ հասցեական լուծումներ տալու համար, սոցիալական քաղաքականություն ավելի արդար կառուցելու եւ այլնի համար, այսինքն այդ թափել չասենք ֆինանսական հնարավոր հանցագործությունները կանխելու եւ այլնի համար։ Բայց այս շեմերի հաստատումը այդ թվում այսօր ստեղծում է մի իրավիճակ, երբ այդ համակարգը ներդրվում է, բայց չլուծելով այդ խնդիրը։ Այսինքն ըստ էության այսօր հայտարարագրման համակարգը ուղղակի լրացուցիչ հարթակ է, որտեղ այսպես թե այնպես արտացոլվում են տվյալներ, որոնք այսպես թե այնպես կառավարությունը տիրապետում է այդ տվյալներին եւ ամբողջ խնդիրը կանում են անում, որ հիմա դա արվում է անհրաժեշտությունից ելնելով, այսինքն կան խնդիրներ եւ հասկանալի այդ խնդիրների համար այդ հետ քայլերն արվում են բախվելով այդ հիմնական խնդրին, իդեպ դրա մասին կառավարության նիստում բարձրաձայնվեց օբյեկտիվորեն նշենք, բայց ամբողջ խնդիրը կանում են անում, որ զուգահեռ հանրության մոտ հայտարարագրման մշակույթի ներդրման աշխատանքներ չեն կատարում։ Մի կողմից այդ մշակույթի ներդրումը, այսինքն լավ, ավելի պարզ ասեմ, հա, այսօր այդ հետ քայլն արեցիր։ Մինչև երբ պիտի անես այդ հետ քայլը, մինչև քո հանրությունը սովորի, թողնել, որ հանրությունը ինքն իրեն կսովորի, դա մի փոքր ավելի բարդ է։ Հատկապես երբ այդ հանրության մեջ կան հատվածներ, օրինակ թոշակային տարիքի, պատկառելի տարիքի քաղաքացիներ, որոնք տեխնիկական այդ ամեն ինչին պարզապես չեն տիրապետում, այսինքն չունեն միջոցները չունեն, չեն տիրապետում, ունեն, չեն կարող տիրապետել, այսինքն կարծում եմ, որ օբյեկտիվը եւ ամենաօրինակելին կլիներ, եթե այս ամեն ինչին զուգահեռ նաեւ այդ մշակույթի ձևավորման, անվճար կրթելու, սովորեցնելու, մոտեցնելու գործընթացը իրականացվեր, որպեսզի հասկանալի լիներ, որ այսօրվա այդ հետ քայլերը իսկապես կլինեն ժամանակավոր, թե չէ նման շարունակականության պարագայում չի բացառում, որ մենք մյուս տարի էլ ունենանք որոշակի ինչ-որ սահմանափակումներ, հետ քայլեր, շարունակական դա լինի երկար տևի ու արդյունքում հայտարարագրման ինստիտուտի ներդրման իրական նպատակը չիրագործվի, այստեղ է մեծագույն մտավախությունը։ Այլ ինչ մտավախությունների ես այսօր անդրադառնալու։ Այսօր կխոսեմ 2026 թվականի հունվարի տնտեսական ակտիվության մասին, որը մտավախություն, այսպես ասենք, ունենք բարձր աճ, բայց ամբողջ մտավախությունը կանում են անում, թե ինչի հաշվին է այդ աճը, հա, մենք ի վերջո այդ որակական փոփոխություններն ունենք, թե ոչ, դրա մասին արդեն հաջորդիվ։